շնորհավորել բոլորիս մեր հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ փառք մեր Հայաստանին, փառք։ Քանի որ մենք հայերս շատ հին ժամանակներից են գալիս, փորձենք գալ մեր հեթանոց ժամանակներից։ Հայր մեր արա, դու արարիչ, սիրո, ուժի, հավատի, քո օրհնությամբ այս աշխարհում լինելություն թող լինի, ու երբ երկրի երկունքացավը բռնի, արարչություն թող լինի, արիացեղ Արարատում ծիլարձակում թող լինի, վահագնացած սերունդների առատ ծնունդ թող լինի, ու երբ մայրեր նորոցքայինը երգեն, զորերգություն թող լինի, փառք քեզ, հայր մեր արա։ Հաղթիր դունի, ոգի ուժ միտք ունի փայլում, և արի ծերուն վաղնացում։ Հաղթիր դունի, ոգի ուժ միտք ունի փայլում, և արի ծերուն վաղնացում։ Եվ արի ծերուն Փառք Վագնին, փառք Հայաստանին։ Մեր պատմությունը շատ դառն է եղել, բայց փառք ու պատիվ մեր եկեղեցուն, որ արդեն 1700 եւ ավելի տարիներ կարողացել է պահել մեր հավատքը։ Աստծո օգնությամբ նույնպես պիտի ունենանք հաղթանակներ։ Ես այժմ խոսքը տալիս եմ Տեր նշանին։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, միասին ասենք։ Որ երկինս ես, Սուրբ Եղեցի անուն քո, Եկեսե արքայություն քո, Եղեցին կամ քո, որպես երկինս եւ երկրին, ըսած մեր հանապազոր տուր մեզ այսօր, եւ թող մեզ ապտիս մեր, որպես եւ մենք թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարեմ, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս, ամեն։ Ես ուզում եմ անպայման խոսքը տալ մարդու, պարոն Հակոբին, որը արդեն դարձել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ողջույն ժայռի երիտասարդության, ովքեր որ ներկա են համախմբված, ուզում եմ տեսնելով այս հավաքույթը Հայոց Հանրապետության անկախության 20-ամյակի հետ ասել, որ իսպուրս աշխարհի հայ երիտասարդությունը ձեզ հետ միասին ժայռի նման հաստատուն գանքնելու է հայոց պետականության կողքին։ Ես ուզում եմ ծրագրի մեջ փոփոխություն իհարկե տեղի ունեցավ, որտեղ առագաստանավերը քամի չլինելու պատճառով մի փոքր դանդաղեցին։ Փորձենք այդ բացը լրացնել Դանիել Վարուժանի անդաստան գործով, որը գրված է Եղեռնից ամիջապես առաջ, այսինքն ինչքան պետք էր մարդ լիներ խաղաղասեր, որ Եղեռնից առաջ ինքը արդեն գիտի իր վերջը, բայց գրում էր այս բառերը. Արևելյան կողմ աշխարհի խաղաղություն թողլա, ոչ արյուն մեր քրտին քոսին, լայն երակին մեջակոսին, ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի, որ ներգություն թողլա,
ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի, որ ներգություն թող լա։ Արևմտյան կողմն աշխարհի Բերիություն թող լա, ամեն աստղեր թող կայլագի, ու ամեն հաց թող է ոսկի։ Կես ուղեղով ենք աշխարհն ընկալում, մտակնել է կեսն անեծքից ծավից, մենք կես ենք մենք, չլինեինք կես հայ կլինեինք, և ոչ թրկահայ, կամ արաբհայ, կամ ֆրանսայ, և բաղնած խահայ, կես ենք, երբ ճեղքված, երբ կակատ, մեր խորհրդանից սուրբ լերան նման, հայց վգա ճեղքված մասիլերը մեր, վգա այն կեսը զոհված դեր զորում և այն կեսը, որ ես եմ, դու և նա, մենք կմիանանք, մենք կամփոխչանանք, կգտնենք մի օր լրիվ դառնալու հնարն անհնար։ Վերջապես եկավ պատմական էքսկուրսի այն մասը, որ մենք ունեցել ենք վերջի թագավորությունը։ Եվ փառք տանք այն ամենին, ինչ ունենք։ Ահա, Կիլիկյան նավը ձեզ ողջունում է, փաստորեն։ Կիլիկյան նավի ողջունները, տեսնում եք։ Ահա երկինքը, ահա մեր Սևանը, ահա մենք, որ հագնված ենք սպիտակ։ Ինչի ենք հագնված սպիտակ, որովհետև մենք խաղաղասեր ազգ ենք։ Եվ հիմա ես խնդրում եմ ձեռքներս սրտներիս մեկ րոպե լռությամբ հարգենք մեր անցած ճանապարհը, մեր տղաներին, մեր ֆիդայիներին, մեր պապերին, անգամ մեր պապերի արյան կանչը թող մեզ զորացնի։ Մեկ րոպե լռություն, ձեռքներս սրտներիս